Արտիորդը սելը ասո ժողովուրդ, դիրեք չէ երանելի ժողովուրդ ենք, մենք երանելի ենք, որտեղ ենք ասո զավակներն ենք, որտեղ ասո օտրաններն ենք, որտեղ այսօր ասո տարմեջտ ենք, միշտ իմացեք, ասո տարմեջի զավակը իշկամ է լկնի, ասո չթողակ, բարձնի, միշտ են իմացեք, եթե ասո տարմեջտ ես, կեզ ընգատ չթողի, կաշխանեք չգնեք, բայց որ ընգանք, իմացի բարձնող կա, այսօր այդ խոսք ունեմ, Աննը խոսքի զորությունը, մեկ իրեք չէ, ասո խոսքը զորություն ունի, ամեն, ամեն ասմեք ամեն չէ կարասեք, ոչ, որտեղ կասեք ամեն, Եվ իշխանություն ախպեր ամեն, բայց դու տեսել ես ասո խոսքու զորությունը, ասեք չէ որ կապի ճան, ամենան լսում եք, չէ ժողոր ճան, լսելով չի, տեսնես դու, դու պիտի իրա խոսքի զորությունը տեսանելի դառնա, եթե տեսանելի չդառնա, ուրեմն մենք մնացել ենք խոսքի վրա, հավատում եք, որ ինքը զորավոր է, բայց ինչ գիտես զորավոր է, ինչ գիտես քո կյանքում ինչ արինքը, ինչ գիտես այդ խոսքը վերցել ես, կյանք դարձել ես, տեսել ես դու իրան, սա շատ կարևոր է, որ մենք իմանանք իրը ինչ կա, մենք միշտ լայն ենք խոսքով, եթե խոսքը կա, ունենք խոսքը լսեցինք, մենք բավարարում ենք դրանով շատ լավ է, ու տերոր խոսքը զորավոր է, կկա ու կգործի։ Ճիշտ է, տիրոջ խոսքը զորավոր է, կկա գործի, բայց դու պիտի տեսնես տիրոջ խոսքի զորությունը։ Ասում ես, եթե դու չտեսնես, այդ խոսքի վրա մնաս ու ասես զորավոր է, ինչու է զորավոր, ինչ գիտես։ Ձերա ժողովուրդ, մարգարեթը մի քանի տարի առաջ էր, որ ապել ասեց եկեղեցի եք սարքելու, մարգարեթը մինչև այսօր ասեց, գիտես ինչ կա, ժողովուրդ չան, եկեղեցի եք սարքելու։ Այսինքն այդ խոսքը արժեքազրկումն է, չէ։ Այսինքն այդ խոսքը դառավ գործը ինչ դառավ տեսնել։ Այդ գործը դու տեսնում ես։ Իրականություն, այո, իրականություն։ Դու պիտի տեսնես այդ գործը։ Ասում ես, Աստված իոք, իր խոսքը զորություն ունի, ինքը ամենակարող Աստված է, բայց քո կյանքում դու տեսել ես, որ այդ խոսքը զորություն ունի ու գործերը քո կյանքում ու տեսել ես։ Եթե տեսել ես ու դրեց ես ճանաչում, որ զորություն ունի, Աստված որդի քեզ։ Դու ճիշտ ճամփի վրա ես կանգնած։ Ամեն։ Դա համար ամենակարևորը խոսքը չի, ամենակարևորը որ խոսքը տեսնես դու։ Աստված, երբ որ արեք աստվածաշնչով գնանք, ծննդացի մեկը։ Սա սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Երրորդ խոսքը։ Եվ Աստված ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Եվ Աստված տեսավ լույսը որ բարի է։ Առաջին բանոր Աստված ասեց լույս լինի, լույսը եղավ ու ինքը տեսավ, այսինքն իրա արածը ինքը տեսավ ու տեսավ որ բարի է, ձերա ժողովուրդ չէր կարա, որ Տերը ասեր, չաներ ու չտեսավ ասեր բարի է, այսինքն Տերը արավ, ասեց, տեսավ ու ասեց բարի է, որ այսօր նույնը հաստատում է, որ դու տեսնում ես լույսը կա, ինքը կա լույսը, ասում ես, այսինքն Տերը մենակ չասեց, Տերը գործեց, Տերը տեսավ իր արածը ու ասեց բարի է, Իներոր խոսքը, և Աստված ասեց, երկիկի տակի ջերերը մեկտեղ ժողովեն և ցամաքը երևա, և այդպես եղավ, և այդպես ցամաքը կոչեց երկի և ջերերը ժողովածը կոչեց ծով, և Աստված տեսավ, որ բարի է, միշտ այդ խոսքի վրա ուշապ դարձեք, ասեց, արեց, տեսավ ու բարի է, ասեց, արեց, տեսավ ու բարի է, սելավ ժողովուրդ, այսինքն մենք հասկանում ենք ստեղ, որ Տիրոջ խոսքը կատարյալ է, կատարյալ ճշմարտություն է, Եվ Աստված ասեց, երկիրի կանաչ խոտ բուստի, սեր տվող խոտ իր պտուղների և պտղանդու ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերվը իր անում լինի, երկիրի վրա, և այդպես եղավ, 13-րդ խոսք, և Աստված տեսավ, որ բարի է, միշտ այդ խոսքի ուշանում դարձեք, և լուսավորներ լինի երկիրքի հաստատությունումը, և երկիրի վրա լույս տան, և այդպես եղավ, և այդպես եղավ, ճանաչությունը, և Աստված երկու մեծ լուսավորներ ինչ արեց, շիրեց, Այդպես թող լինի, ինքը եղավ, բայց այսինքն ուզում ասոր, ես որ ասում եմ, ես շինում եմ։ Ես իմ ասածը սարքում եմ ու ցույց եմ տալում, առաջինը ես եմ տեսնում, հետո այսօր դուք եք տեսնում, որ ինքը կա։ Սա եւ Աստված ասել, ջերը երան կենտանի շուրջ ունեցող զերուններով եւ թրջունները թրջեն երկրի վրա եւ Աստված 10-21 խոսք եւ Աստված
ստեղծեց մեծամեծ կետեր եւ բոլոր կենտրոնի շուրջ ունեցող սողուններ, ստեղծեց։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասեց երկրի շնչավոր կենտրոնի հանել, իր տեսակի պես, անասուններ եւ սողուններ, երկրի գազաններ իր տեսակի պես։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասեց, մեր պատկերով մենք նմանությամբ պես մարդ շինենք։ 27-րդ խոսք։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը, Աստծո պատկերովը ստեղծեց նրանց, արու եւ եք ստեղծեց նրանց, եւ Աստված օրհնեց նրանց։ 31-րդ խոսք։ Եվ Աստված տեսավ բոլորը, ինչ որ արել էր, ահա շատ բարի է։ Ամեն։ Ինչ որ արել էր, չասեմ ինչ որ ասել եմ բարի է։ Ինչ որ ես ասել եմ, դա կատարել եմ ու շատ բարի է։ Ձեր ժողովուրդ, այսօր մենք խոսքը վրա չմնանք։ Այսօր խոսքը մենք պիտի տեսնենք ու հասկանանք իրոք Տերն որ ասել է մեր համար, մեր կյանքի մեջ հրճագել է, այդ խոսքը որ ուղարկել է, իրոք ինքը կարող տենանք ու հասկանանք բարի է չէ, բայց իմաց որ իր խոսքը ճշմարիտ է, կարտալով, ապետենս տեսնես դու պիտի տեսնես, դու պիտի զգալ, ես գալու չեմ, դու տեսնես, աշխարհը պիտի տեսնես, որ այն որ ուղարկել ասма դեղուցան մեջ կանչից, ես քեզ քանեմ, դու ինձ փառք կտաս, երբ որ դեղուցան մեջ ես, երբ որ կանչում ես, իրենց կա, պիտի վստահես, որ ինքը քեզի հանելու է, հասկանում ես, անպայման էդի պիտի տեսանելի դառնաս, ելա ժողովուրդ, որտեղ Աստծո խոսքը, երբ որ ուղարկում է, այն խոսքը կա, երբ որ ուղարկում է ստեղ, ինչ որ ուղարկում է, ինք արեք կարտակ։ Եսայի 50:10, որտեղ ինչպես որ իշտում է անձրև եւ ձյունը երկնքի վերևի ժողովուրդ ջան, եւ երբ չի դառնում այնտեղ, այ որոկումը երկիրը եւ նրան արգասովոր անում, եւ բողոջեցնում նրան, եւ տալիս է սերմ սերմացանին եւ հաց ուտողին։ Առաջին բանի ասում վերևից ինչ իշտում, հա, աննպատակ չի իշտում։ Ամեն։ Չկա մի բան որ իշտի, աննպատակ։ Այսինքն ինչ որ իշտում է, այսօր ես ու դու տեսնում եք, ասում եմ որ անձրև իշտում է, աննպատակ չի իշտում։ Որոկեցնում է, կանաչեցնում է, բուստում է, ծաղկում է ու մենք այսօր տեսնում ենք։ Այսինքն Աստված ինչ անում է, չի անում եկեք խոսքի վրա հավատա։ Պետք չի հավատալ, տես։ Ամեն, ամեն։ Տես։ Տեսնել է ժողովուրդ ջան։ Հավատքի չեք, հավատը պիտի տեսնես։ Ինքը կա թե չկա։ Շարունակությունը։ 11-րդ խոսք։ Այդպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը։ Նա պիտի պարապ երբ չդառնա ինձ մոտ։ Այդ կատարի իմ ուզածը եւ հաջողի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Լսի ասեմ, քո համար խոսք կա ուղարկած։ Դու խոսք ունես։ Այսօր դու խոսք ունես։ Այս ասվածի մեջ ամեն բան քո համար գրած է։ Իրեն ինչ ապեք։ Պիտի վերցնես, տանգարդես ու տեսնես։ Տեսնես, իրոք, այդ լսեք, լավ հավատք, իրոք լավակից ասում բանը։ Բայց պետք է տեսնել, պետք է տեսնել, այդ խոսքը իրոք օրնում է, իրոք Տերն ասել է, իրոք գործ քո կյանքում։ Խոսքը հավատքի վրա մնաս, բայց օգուտ չունես դու։ Որովհետեւ դու օգուտ ոչ բան օգուտ չի տալիս։ Բայց դու խոսք վերցնում դրնես սրտիդ, մեկին այս դժվար է, բայց հուսդ այն Աստվածն է։ Դու ինչ կանգնած ես ասում ես ես չեմ տատավի որտեղ Աստված ունեմ։ Ասում ես ու տեսանելի է դառնում այն դժվարությունները ինք իրան հաշտվում է։ Այսինքն դառնում տեսանելի, երբ որ հուսը դրնես իր վրա, դա իշեք Մովսեսին ասած գնա ժողովրդից ասա թող բաց թողա։ Դա չի ժողովուրդ Չեր ասի, այ Աստված ջան, դե ես փախել եմ ես, մարդասպանություն եմ արել, ես ուր ես ուղղագնացի, նա ես ուր ես դարանի բերան ես, գերների բերանը, ասես գնա, լսեց չէ, ինքը լսեց, հերավ գնաց, ամենակարևորը որ լսելը չի է խոսքը, ամենակարևորը կատարելն է խոսքը, գնաց ասեց բաց թող, ասեց չեմ բաց թողի, մեկ ասեց բաց չի թողում, ասեց մի հատ է գնացա, մի հատ է գնաց, էլի բաց չեմ թողում, լավ, մի հատ է գնա, էլի բաց չեմ թողի, մի հատ է գնա, լսեք, գնաց քանի անգամ մինչև ինքը Աստծո խոսքը տեսա որ պիտի բաց թողի ինքը պիտի բաց թողի չկա, բաց թողի, ամենակարևորը ինչն է, որ չկա մասով մեզի գնա, արա, Տեր կամ լավ է, մի անգամ չի կարելի, չէ, գնա, այն դատավորի բանագիր եք որ վային գարվեսը դարձարա, աստված գիտես արեք դատը, ոչ մեկի չեմ ախրը, բայց արեք, ձելա ժողովուրդ, մենք պետք չի խոսքի վրա մնանք,
Էլի շատ կարևոր է, որ ինքը դառնա գործ, ինքը դառնա կյանք։ Տերը եթե Տերը ասում է, սիրի քո եղբորը քո անձի նման, Ջոջանի խոսք չի, էդի դու սիրես քո անձի նման, որ դրա արդյունքը տենաս։ Դա պտուները հավաքես, ու նայես քո եղբոր մեջը սերը բարձրանում է։ Ասում ես, այսինքն ինչ պիտի անես, դու պիտի անես, ոչ թե դու դի սպասես, այդ դու պիտի անես, ու դա արդյունքները տենաս։ Մենք գիտենք, Թեզախորիցների 17-ի 2-ի մեջ Եղիային մենք գիտենք, որ ուղարկեց գրածից ասեց, հելի դուրս քաղաքից, ընդ ջուր կա, գնա նստի այնտեղ, ակրավները քեզ կերակրել։ Գողջան, Տեր ասեց, Տերը մեզ ինքան բան ասած իր խոսքով, ես հետո մեկը կա, ասի, Հովիկ ջան, գնա, անապարում նստի, Հովիկ աղբեր, քեզ ամենով հաս կբերի, ասես, նոր չբերավ, այս ինքա գործերը ունգած կդի, մորանա, ասում ես, պատկերացնես, մնաց ասել ակրավը կբերի, պատկերացնես էդի ժողովուրդ абսուրդ է вообще, բայց նազանը գիտես ինչ նա, հելը ուետում է, Տեր ջան, որ դու ասիր այդ խոսքը, ես ուզում եմ տեսնել, ես ուզում եմ տեսնել, ու գնաց, ոչ չգնալ, ինքը կարա տեսներ, ինքը կարա ասել, որ են Տերն որ ինձ ասես գնալ, ես իսկ ուղակեմ, ճշմարիտ չէր կարա, այսինքն ինչ ապել, ինքը գնաց, այդ դժվարությանը, գնաց ստավ այնտեղ ու տեսավ, որ ակրավը բաստան իրան միսապեր է։ Այն կենտանին, որը մսակեր է, ճամբե գալու չէր ուտում, բերը տալում էր իրան նորեթում է, այսինքն Աստված համիրան էր կերագրում, ենք ան էր կերագրում, որը դուրը մսապեր է շտավ իր ծառային։ Մենք իրեք շարունակությունը, ընդհեծ ուղարկեց ծառը կտա, ասես գնա, որ կողային կերագրի։ Այդ Տեր ջան, հազիվ հարմարվել եմ ստեղ։ Կամ չէ, կարա ջուրը պաստանի գար, հարազատ չա, կարա չէ, կարա չկրել է ջուրը, այդ քարի ջուրը տալիս, ոնց խպես ժարի ջուր եկավ, չէ, կարա է ջուրը չկրել։ Մենք որ նստենք մեր կամֆորտը զգում ենք, որ всё հարմարվել ենք, ասում ենք հարմարվում ենք, բայց դուսարի շատ հարմարվել է տեղի։ Ասում ես, Տերը չի ուզում որ հարմարվես այդ կյանքին ինչով կա, всё վերցրի այդ մի ապարը, այդ բանով դաս։ Փոխե, արի գրասարի տա, որպե վային կկերագրի, ոչ թե նայում ես Աստծո գործերը, որպե վային, ամուսին չունի, ոչ մարդու, տեր չունի, աշխարհով չունի, բերող չունի, բայց ինքը կերագրի։ Իրենք որ եկավ, հետո սոկոտավ քաղաք, տեսավ այս որպե վային ցակ հավաքում։ Ասեց ինչ ես անում, ասեց ցակ հավաքում, հետո մեկը դոր յուղ ունե, մեկը դոր արուր, ասեց հա, ցակ հավաքում, ասեց մեկը դոր ջուր բեր, կներեք, ասեց մենք բաժակ ջուր բեր, գնա ջուր բերելու, ասեց մի կտորել հաց բենզի, ասեց քո Աստվածը կենտանի է, որ ես ոչ իմանալ չունեմ, մի բուրարու ունեմ, մի ճիճեր յուղ կուժումը, ասեց ես եմ տանեմ, ես հավաքում եմ, տանեմ էպեմ, ես եմ ուտենք, ես տղես ու մերնեք, ուտենք ու մերնենք, ինչ ասեմ, ստեղ մարկարին ասում է, արա հո ասացի պես, այսինքն ինչով բնավեր ես ու բդում ես ու մերնես, արա, բայց կա, բայց, առաջ էպի ու ընձ դուսում, աջողորդ ճան, երեքշկետ չէ, ու շամակություն միակամից, այսպես ասում մեր Տեր Աստվածը, որ քո յուղը ու արուրը չի պաղասելու, հարցադրվում, որպե վալի առաջ, վեջ կա, այսօր, պարկյացա գալիս է մեգա ասում է այն որ բդի վերջինը դուտես, դուր ընցի, այս կանես, հարց, ինչ կանես, լսեք, պարկյացա ինչ վիճակի մեջ է, այդ կանը ուներ, կարար էտ ուտեն մի օրեր ապրեր, բայց որ իմանար իրոք Աստծո խոսքը, զորությունն ու ինքը անողա, ինքը որոշում կայացրեց, լսի, իմ կարճկոսը պտացվեմ, լսի, մեկը ուտեմ, հեկուս պիտի մերնեմ, ավելի լավը Աստծուց խոսքը կատարեմ, Աստծու խոսքով կարելով մերնեմ, բայց Տերը չի թողում, ասում են լսի, այդ իգոր պիտի ուտես մերնես, այդ մավան հացը դուր ընձի, ես կերից այն կյանքի հաց եմ տանում, Ժողովուրդ չան այսպես ասած մենք լավն է, չէ, ասեգոր լավն է, Ժողովուրդ չան մեզի պետք է, մենք վայրենք, այդ իր խոսքը ամենը վերցնենք, կյանք դարձնենք, տեսնենք ու պարծենակ Աստծոս, ասենք այսպես Աստվածին ենք, ոչ թե, ինես չկա, Աստված ամենակարող է, Աստված ամեն հարցերը լուծի, ինչ հարց ունես դու հա, լուծելա չելը, բախի, որտև չես հավատում, Ժողովուրդ ակև տնենք մենք մեզի, որտև այդ հավատքը դու չունես, չես կարող հևես, որտև եթե մեծ ակո պրոբլեմը, ասում ես ինչ անեմ, նետկով էտում ես մարդկային քայլերի ես էտում,
Աստծո չես հետը։ Աստծո դետացողը իր մեջ է խաղաղությունն է, հանգստությունն է, ինչի համար շատ ամես պրոբլեմ է, բայց ամենակարևոր բանը գիտեմ, լուծող կա։ Ուրեմն ես ազատ եմ, ու սպասելու եմ իմ տիրոջը, որ իր ձեռը ես տենամ։ Ձեռը համար մենակ լսելը չի, այլ կատարելն է։ Հակոբոսի 1:22-ը, սա խոսքը անող եղեք, ոչ միայն լսող, ձեր անձերը խապելով, ապրես չասում։ Ասմա, մենակ լսող չլնեք, այն անող, որը լսելով ձեր անձերը խապում եք, լսեցինք, սա լավ է, ես ինչ լավ է, մեր անձերը մենք խապում ենք, որ լսիք սա լավ է, մենք պետք կատարենք, որ լավ լինի։ Ձեր ժողովուրդ, շատ կարևոր է մեզի կատարելը։ Հինգի 16-ն էլ, Թեսաղոնիկյանների 5:16-ը, ասում ամեն ժամանակ, նա ինչ պարզ բան ասում, ասում ամեն ժամանակ ուրախ եղեք, անդրադառնալով կարեք, ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև դա է ասոկապը ձեր կյանքում Հիսուս Քրիստոսը։ Ջորջ ջան, ամեն ժամանակ ուրախը, չի շատ որ ամեն ինչ լավ է ուրախ է։ Այս ամեն ինչ լավ է, դժվարություն չկա ուրախ լինելու։ Մենք ուրախ ենք, մենք չենք պարտենանք, մենք չենք այդ պարտենալուց բարի կգնենք, բայց ամենակարևորն որ այն ինչ դժվարություն որ կային ազատ քարչև, ուտը որ կար ջորջ ջան, մենք բան ասեմ, ես դժվարություն չեմ տեսնում։ Ինքը կա, բայց ես իրան ինքը չեմ տեսնում։ Ինքը իշխանություն չունի վրա։ Այդպես մարդ չկա, եթե դժվարություն չունես, եթե ունես դժվարություն, ուրախացի որ դու կենան ես։ Որ դու սավ ես, դու հասկանում ես, դու ունես դժվարություն։ Ասում ես, մեռած բան չի ասում որ դու կա դժվար չի։ Բայց այսօր մենք ընտանի եկալ դժվարությունը կանցնենք ու մեր Աստծով մենք հաղթահարելով գնացնենք։ Լսեք, մենք շատ ենք ասում, տեր ջան, տուր, օգնի այս դժվարությունը։ Շատ լավ է, որովհետև հայրն է, մենք խնդրենք, իհարկե խնդրենք, բայց մենք կարևոր բան կա այստեղ մեջտեղը։ Ինչ համար է խնդրում, նպատակը։ Գասես, որ ազատը գրվել ինչ համար։ Երկու հատ բան կա կարևոր։ Մեկը այնքան կարևոր չի իմ համար։ Մեկը որ տեր ջան, ազատը գրվել հանգստանամ, հանգիստ ես բարավորեմ։ Հանգիստ կամ հանգիստ ծառայեմ։ Իսկ երկրորդը տեր ջան, ուզում եմ տենալ քո ձեռքը, որ այս անհնարին դասպես հնարավոր է քեզ պատահ։ Ամեն։ Երկու դեպքում էլ ինքը քեզ օգնելու է։ Խնդրում ես, ասում ազատում եմ, բայց ներսի դպարտակը որն է, տեր ջան, ուզում եմ տենալ ձեռքը։ Ուզում եմ տեսնեմ, աշկս տեսնի քո արածը։ Ասես ու քեզ փառավորեմ մեծարեմ։ Ոչ թե խոսքի վրա մնամ, այլ որ գործով այն խոսքը դրեմ գործի ու տեսնեմ ինչ փառավորեմ։ Ձեր ժողովուրդ։ Այսօր շատ կարևոր է այն խոսքը, որ Տերը կարդում ես, այդ Տերը կարծրացրդի, վերցրդիր, որ հույսը դի, ասում վրա, այդ մարդը, եթե մարդը հույսը դրում ասում վրա, իր մեջը խաղաղությունից բացի ուշ ոչ բան չունի։ Եթե սա ամեն ժամանակ ուրախ եղի, անդադարավոր կարա ամեն բանի մեջ գոհացի, որտեղ դա է ասողակու ձերկակում Հիսուս Քրիստոսն է։ Ջոսերը ժողովուրդ բան ասեմ, իշքան դեպության մեջ ուզում եմ, իշքան գոհանում ես, եկամ Տերը գոհություն է տալիս ես։ Այնքան գոհություն է տալիս, լցում է։ Ինչպես չէ աշխարհի խոսակ բան կար, ասում լացա բերեմ, ուրախություն է բերում։ Ասում են իշքան գոհանում ես, Աստված տեսնում դու գոհացող ես։ Աստված ավելի օգտակար։ Դրա համար գոհացեք, որպեսզի ձեր սրտերը գոհություն լսի։ Մարդ Աստծո ձեր համար։